Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Բռնակրաված Արցախի Սարգսաշեն գյուղի լրացված ցավը, թե ինչպես Բաքուն ոչնչացնի հայկական գյուղը։ Համայնքը լեզվապատմական եւ ընկերային նշանակություն ունեցող գառույց, քննարկում Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ։ Պաշտոնական այց, թարավոր ներկայություն եւ պատմական վարկած, հայկական հետքը Եգիպտոսի մեջ։ Վատիկանը ադրբեջանական քարոզչության սպասարկում գիտնականներու մտահոգիչ լրության մասին գխոսի Մհեր Հարությունյանը։ Գազագերբվեր է ցեղասպանության զոհերու հիշադակի նվիրված ցուցադրություն։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության ականադես վավերագրողներու ցկած արժեքավոր ժառանգությունը կներկայացվի թանգարանի մեջ։ Ավելի քան 55,000 այցելու Մայր Աստվածություն Անահիտեն Մարիամ Փացարիկ ցուցահանդեսին։ Ադրբեջանը ժամանակավոր գերբով բռնակրաված Արցախին մեջ պետական մագարտակի մշակութային չնչումի ծրագիր կվարե, որուն հերթական զոհը եղած է Մարդունիի շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արփանյակային լուսանկարները կվկայեն, որ գյուղը ամբողջովին քանդված է իր դուներով, փողոցներով։ Այս մասն է ավելի ընդարձակ ռազմավարությանը, որը նպատակը միայն հայերու ֆիզիկական դուրս մղումը չէ, այլ նաև անոնց մշակութային, պատմական եւ քաղաքակրթական ժառանգության լրիվ չնչումը։ Արցախի դասնյակ գյուղեր դարձած են մշակութային ցեղասպանության թիրախ։ Այլևս կասկածի դեղ չկա, Արցախի մեջ դեղի ունեցածը 21-րդ դարու ամենամեծ մշակութային հանցագործություններն մեկն է, որուն միջազգային հանրությունը բարդավոր է վճռական պատասխան տալ։ Արևմտյան Հայաստանի Երևանի առաքելության մեջ տեղի ունեցած հանդիպումի ընթացքին բնիկ արցախահայերը քննարկեցին համայնքի դերը եւ նշանակությունը լեզվամշակութային, պատմական ու ընկերային տեսանկյուններեն։ Քննարկումը կվարեին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը եւ Շուշի հայրենադիրական միության նախագահ պատմաբան Աշոտ Հարությունյանը իրենց փորձով ու գիտելիքներով նպաստելով նյութի խորքային վերլուծության։ Քննարկման հիմնական առանցքը համայնքի գաղափարի վերարժևորումն էր, ոչ միայն որպես բնակավայրի միավոր, այլև որպես ինքնակառավարման, համախմբման ու մշակութային ինքնության պահպանման միջոց։ Համայնքը պատմականորեն ընկալվել է որպես հանրային ինքնավար կառույց, որն ընդգրկել է բնակավայրի, քաղաքի, ավանի կամ գյուղի բնակչության։ Այն ունեցել է գազագերբված կառուցվածք, որուն միջոցով բնակիչները կառավարել են իրենց ներքին կյանքը, օգտագործել են տարածքային եւ տնտեսական միջոցները, ապահովելով համատեղ գոյակցություն ու գայունություն։ Ընկերային տեսանկյունեն համայնքը դիտարկվեցավ որպես հանրային միավորման ցև, որը կապահովե ընդհանուր շահերու ներկայացում եւ պաշտպանություն։ Քննարկվեցավ այն հարցը, թե ինչպես կարելի է վերագազմագերբել կամ վերաստեղծել համայնքային միավորներ նոր պայմաններուն մեջ, պահպանելով համայնքի անդամներու իրավունքները, շահերը եւ համատեղ որոշումներ կայացնելու մշակույթը։ Հատկապես ուշագրավ էր անդրադարձը Արևմտյան Հայաստանի պատմական համայնքներուն, որոնք տարեր շարունակ գործել են համատեղ ուժերով լուծելով ընկերային, տնտեսական եւ քաղաքական խնդիրներ։ Քննարկման մասնակիցները շեշտեցին, որ այդ ծևերը կրնան արժեքավոր օրինակ ծառայել այսօր ալ նորովի գիրառվելու համար։ Հանդիպման մասնակիցները համագործակ էին, որ համայնքը պետք է դիտարկել ոչ միայն որպես ֆիզիկական տարածք, այլ նաև որպես արժեքային, մշակութային ու հասարակական միավորում, որը հնարավորություն կտա պահպանելու եւ զարգացնելու ինքնությունը նույնիսկ ամենադժվար պայմաններուն մեջ։ Հանդիպման ավարտին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը առանձնագի հարկանքով հանձնեց Արևմտյան Հայաստանի անձնակրերը արցախցիներուն որպես միասնականության եւ ազգային պատկանելիության խոր խորհրդանիշ։ Պաշտոնական այցով Կահիրե ժամանած էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Ալ-Սիսիի հետ ունեցած բանակցություններու ընթացքին երկու երկիրներու ղեկավարները ընդգծել են միմյանց նկատմամբ հարկանքը եւ պատրաստակամությունը խորացնելու երկկողմ հարաբերությունները։ Մակրոնի այցը Եգիպտոս հնարավորություն էր նաև վերստին անդրադառնալու այդ երկրի հայկական համայնքին, որն ունի թարավոր ներկայություն ու մշակութային հարուստ ժառանգություն։ Աբդելֆաթահ Ալ-Սիսին Կահիրեի նշանավոր պատմական շուկաներեն մեկուն Խան Խալիլիի մեջ Մակրոնի հետ այցելության ժամանակ անդրադարձավ Եգիպտոսի մեջ հայերու ներկայության։ Հայերու քաղաքը դեպի Եգիպտոս ընդունված է բաժնել երկու պատմական փուլի, մինչև հայերու դեմ իրականացված ցեղասպանություն եւ հետո։ Առաջին փուլի արմատները հասած են մինչև հնագույն դարեր։ Հայերը ներկայություն ունեցել են Եգիպտոսի մեջ իսլամացման առաջին փուլեն ի վեր, իսկ անոնց թիվը աճել է Ֆաթիմյաններու խալիֆայության ու մամլուկներու իշխանության դարիներուն։
Երկրորդ, ցեղասպանութենեն հետո շրջանը նկատելի գերբով փոխեց համայնքի թվականագը։ Արևմտյան Հայաստանի մեջ Թուրքիո կողմէ իրականացված ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր աբաստաներ են Եգիպտոսի մեջ եւ համայնքի թվականագը հասել է մոտ 18,000-ի, ովքեր հիմնադրել են դպրոցներ, եկեղեցիներ, մամուլ եւ աշխուժ մասնակցել են երկրի մշակութային ու հասարակական կյանքին։ Պատմության թելերը սակայն կհասնին շատ ավելի հեռուն։ Վերջին տասնամյակներուն որոշ պատմաբաններ սկսել են ուսումնասիրել Նեֆերտիտի թագուհիի հայկական ծագման վարկածը։ Նեֆերտիտին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներեն մեկը եղել է փարավոն Ակենատոնի գինն ու Թութանխամոնի խորտ մայրը։ Շարք աղբյուրներ կենթադրեն, որ Նեֆերտիտին գրնարը լալ միթանյան արքունիկ են այն ժամանակներու հզոր թագավորութեն են, որուն արմատները դարացված էին հայկական լեռնաշխարհի տարածքին մեջ։ Որոշ հեղինակներ անգամ կհամեմատեն Նեֆերտիտիի պատկերակրությունը հայկական գեղագիտական հատկանիշներու հետ, նշելով թիմակիցերու նմանությունները։ Այս համադրությունը կվկայե, որ հայ ազգի մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթական ներդրումը շատ ավելի խորն ու լայն են, քան գտվի առաջին հայացքեն։ Եվ Եգիպտոսը որպես քաղաքակրթություններու խաչմերուկ կշարունակե մնալ վայրը, որտեղ կհնչեր նաև հայու պատմական ցայնը։ Գաջար գիտական կետրոնի դնորեն պատմական գիտություններու տեխնացու դոցենտ Մհեր Հարությունյանը իր թիմադետրի էջին մեջ մտահոգություն հայտներ է Վատիկանի մեջ տեղի ունեցած վերջին զարգացումներու կապակցությամբ։ Անոր քրարման համաձայն Վատիկանը հարթակ դրամատրել է ադրբեջանցի ագրեսորներուն իրականացնելու իրենց ծավալապաշտական քարոզչությունը, ինչը վտանգավոր եւ անթույլատրելի նախատեպ է հայ ժողովրդի եւ պատմության հանդեպ։ Հետաքրքիր է, ովևէ հայ գիտնական պահանջեր է Հայաստանի Հանրապետության ղարաբարութենեն պաշտոնական փողոք հայտնել Վատիկանին ադրբեջանցիներուն այդպիսի հարթակ դրամատրելու համար։ Այս լրությունը ցավոք խոսուն է, գրել է Հարությունյանը։ Կարեկին նշտեհի արձանի մոտակայքը կազմակերպվել է ցեղասպանության զոհերու հիշատակին նվիրված ցուցադրություն։ Նկարներուն մեջ պատկերված են Արևմտյան Հայաստանի եւ Արցախի մեջ տեղի ունեցած ցեղասպանությունները։ Ցուցադախտակին գծված են քարտեզներ, որոնց վրա այցելուները կամերով կրնան նշել այն քաղաքները, ուր գեքախտեր են իրենց նախնիները։ Ապրիլ 23-ին ժամը 3-ին ցեղասպանության թանգարան ուսումնարանին մեջ տեղի կունենա փաստագրելով հանցագործությունը հայերու դեմ իրականացված ցեղասպանության ականադես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը նվիրված ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ 7 տասնյակ ականադեսի վավերագրություններ, հուշագրություններ, օրագրություններ, զեկուցակրեր, ֆիլմեր եւ այլն։ Ականադես վավերագրողներու աշխարհագրությունը կներառե քանի մը տասնյակ պետություններ։ Ցուցադրության մեջ ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններուն մեջ նաև թադական գործընթացներով փաստագրեր են հայերու դեմ դեղի ունեցած հանցագործությունը։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության ականադես վավերագրողներու ցկած արժեքավոր եւ հարուստ ժառանգությունը, ուր արձանագրված են հայերու դեմ իրականացված ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունին, որպես Օսմանյան կայսրության մեջ մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործություններու անհերքելի վկայություններ։ Անոնք նաև վկայություն են այն իրողության, որ աշխարհը քաջադեղյակ էր հայերու դեմ կատարվող հանցագործության։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արևելյան Հայաստանի պատմության թանգարանի դնորեն Դավիթ Բողոսյանը հայտներ է, որ 6 ամսվա ընթացքին Հայաստանի պատմության թանգարան այցելեր է 55,837 մարդ դիտելու Մայր Աստվածություն Անահիտեն Մարիամ բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որոնց շրջանակներուն մեջ Հայաստանի մեջ առաջին անգամ ցուցադրվել է Անահիտ Աստվածուհիի հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ցերկը, որոնք կպահպանվին հեղինակավոր բրիտանական թանգարանի մեջ։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։